Հանգստացիր Առնո, սա ես եմ։ Գիտեմ որ ես եմ, ավելի ճիշտ դու ես։ Բայց հենց որ քննադատաղ արտանում ես ու տեսնում ես քեզով քեզ անայեմ զոմբի հայացքով կարած վախենաս։ Չնայած ինձ տենց հեշտ չի վախացնելը։ Հիմա արմստիկ ջուրա դառնում ես ծիծաղապարա բռնել։ Լավ, իսկ այսօր ինչ ենք անելու։ Ինչ-որ պետք էր դու երեք արդեն արել ես։ Գնամ փոխվեմ, գնամ դպրոց տեսնեմ ոնց եմ քո սխրագործությունների տակից դուրս գալու։ Սխրագործությունը որն է, տխրագործությունների։ Շատ ավելի լավ, կմնամ և կխնայեմ իմ էներգիան։ Խնայ, որ իրիկունը գամից խնամ ես։ Կարծում ես ամեն ինչ այդքան վատ է։ Չեմ կարծում, վստահ եմ։ Իսկ հիմա մի քանի խոսք ապագա հանգուցյալի մասին։ Չհասկացա Ռոբերտիկ, եկել ես հոգի հանգստի ծիծաղում ես։ Ենոքյան Առնոն լավ տղա չի եղել։ Մեր հուշերում նա չի մնա լուսավոր դասարանցի։ Ասում են, մարդ մահանում է այն ժամանակ, երբ որ նրա մասին դադարում են խոսել։ Եկեք չխոսանք Առնոյի մասին։ Հիմա ինչ եք անելու ձեր դասարանի Առնոյի հետ։ Այսինքն, դե որ խաբար բզիկություն արել էլի։ Դու որտեղից գիտես։ Ես իմ լսել էի, խոսում էին։ Այդ շատ վատ է, որ արդեն խոսում էին։ Ես ավելի լավ գնամ դասարան, քանի կռիվ չեն արել։ Արտեմ ինչ ես անում։ Հիսան է, ձայն մի հանի, քանի Մանուկյանը չի նկատել։ Արտեմ քեզ լուրջ թվում է, որ դու հիմա իմ թիկունքում թաքնվես, քեզ Մանուկյանը չի տեսնի։ Ավելին ասեմ, այս դպրոցում շատ քիչ մարդ կա, ում թիկունքում դու կարող ես թաքնվել։ Ես վստահ եմ, որ երեկվա համար ինձ Մանուկյանը չի ներել։ Արտեմ, ես ավելի լավ վազեմ դասարան։ Կլինի այդ վազել բառը ընդհանրապես իմ մոտ չօգտագործես։ Լևոնյան, ես չլսելու ես տալիս, հա? Լավ, շատ լավ։ Գիտես չէ? Երեկվա խայտառակությանս համար քեզ չեմ ներելու։ Դասերից հետո։ Սա քո արարողության հարգելի մասնակիցն էր։ Կարելի է։ Մեր չսիրելի Առնոյի հուղարկավորությունից անմիջապես հետո տուն չգնաք, քանի որ միանգամից անելու ենք 7-ը, 40-ը և տարի։ Դուդուկ։ Երեխեք, ստոպ։ Ինչ եք անում։ Ես հասկանում եմ, որ Առնոն սխալ բան է արել, բայց ես սենց պետք չի անել։ Համաձայն եմ, մի քիչ աղքատիկ էր։ Պետքա դրան դեմը ծաղկե պսակներ դրածելներ։ Վայ, ով եկավ։ Գոստովը։ Երեխեք, կինոն սկսվեց, իսկական ատմարտիների ժամանակն է։ Ինչի՞։ Էլ ինչ կինո առանց պոպկորնի։ Ճիշտ է ասում։ Երեխեք, մնում է մի հատ էլ դասարանում կռիվ անեք։ Կարա լիներ Գիսանե ջան։ Ուղղակի ես դասարանում այնպիսի մարդ կա, որ կարա տնօրենին բողոքի։ Ես գործտվող չեմ։ Լսի քեզ ինչ եմ ասում։ Բայրեկետ ինչ էր։ Թյուրիմացություն։ Ստեղի միակ թյուրիմացությունը դու ես։ Երեխեք, մի րոպե։ Շուտով զանգը կհնչի, վերջացրեք։ Էս էլ քոնն է։ Բավարին նա խի է քո մոտ։ Մի ոգևորվի, տվել ենք, որ մեծացնի վրեն Սևլենդ քաշի, որ դասարանի վերևը կպցնենք։ Տիկոն քեզ բան ունի ասել։ Ուզում է ասի, որ դասերից հետո տուն չգնաս։ Ասեցի էլ ինչ արել։ Ով։ Հեչ ոչ ման։ Առնո։ Այո, ես Առնոն եմ։ Իսկ դուք ով եք տիկին։ Չհասկացա ձեռ ես Առնում։ Համել ինչ ես դասից բացակայել։ Ես դասից չեմ բացակայել։ Կամ էլ դուք ով եք, որ ես ձեզ պետք է հաշվետվություն ներկայացնեմ։ Տղա ջան, ես ո՞նց ես խոսում մամայիդ հետ։ Մամայիս։
Կիսանե ջան, մաման նոր զանգեց, ասեց, որ լավ չի, էլի։ Ռոբերտովնա ինքը փոխանցեց, ասեց, որ ինքը լավ չի։ Ուղղակի պիտի գնամ, էլի, լավ չի մաման։ Արնո, հասկացա, 3 անգամ նույն բանը կրկնեցիր։ Հաստատ դա է պատճառը։ Հա, Կիսանե ջան, հա։ Լավ, ես կփոխանցեմ։ Լավ, շնորհակալ եմ Կիսանե ջան։ Որ ես բորշ է, փելա թողինքն էլ ուտի։ Փաստորեն դու տանից փախնում ես այստեղ, որ այստեղից էլ փախնես դասից։ Կրկնում եմ տիկին, Արնոն դասից չի փախել։ Ես առավոտյան զանգում եմ աշխատավայր։ Խնդրում եմ, որ մի փոքր ուշ գնամ, որովհետև ինձ վատ եմ զգում, իսկ դու որոշել ես ինձ ավելի վատացնես, Արնո։ Խոսա տղա։ Որ խոսեմ ավելի կվատանաք։ Վերջ, իմ համբերության բաժակը լցվեց։ Զանգում եմ հորդ։ Նայ, զանգում եմ։ Նստեք երեխեք։ Ով է բացակա Գիսանը։ Ենոքյան Արնոն։ Բայց ես իրան այսօր առավոտը տեսել եմ դպրոցում։ Հա, ինքը ասեց, որ Դա Արնոն չէր, Մարինա Ռոբերտովնա, այդ իր հոգին էր։ Քեզով խոսք տվեց։ Լավ, ոնց ասեք։ Ավելին ասեմ, եթե ուզում եք կարող եմ կանչել իրան։ Այսինքն Արնոն դպրոցում, հա։ Չգիտեմ, հիմա կպարզենք։ Ես մեդիումն եմ, մեդիումը, կանչում եմ Ենոքյան Արնոյի հոգին։ Հոգի, դու այստեղ ես։ Շատ ծիծաղալու էր Էրիկ։ Վաղը ծնողներիդ հետ դպրոց կգաս։ Իրար հետ մի հատ լավ կծիծաղանք։ Խելակարվում եմ Էրիկի հումորի համար։ Մարինա Ռոբերտովնա, Արնոն ասեց, որ իր մաման իրան լավ չի զգում, դրա համար է գնացել տուն։ Կարծում եմ, որ ամոթա նման բան ասեմ, ավակ դպրոցի երեխեք եք, բայց չաղմկեք։ Հեսա գալիս եմ։ Նայ, զանգում եմ։ Ու հիշի, որ սա քո ընտրությունն է։ Դասղեկը տա զանգում։ Երևի զանգում է իմանա, թե ինչի ես դասից բացակայել։ Դե արի բացատրի, որ այլ մոլորակային դեմքով նստած բերանը ջուր առած նայումա վրես։ Լսում եմ ձեզ, Մարինա Ռոբերտովնա։ Տիկին Սոնա, Արնոն ասեց, որ գալիս է տուն, զանգել եմ իմանամ ոնց եք։ Ասեց, որ դուք ձեզ լավ չեք զգում։ Լավ է։ Չէ, Մարինա Ռոբերտովնա ջան, շտապօգնության կարիք չկա, ես անհրաժեշտ բուժօգնությունը արդեն ցուցաբերել եմ։ Ինչ եմ արել, բռնել եմ, որ չընկնի։ Նկատի ունեմ ջերմի չեստող եմ տվել։ Հիմա այս պահին մաման 3-ը մեկում է։ Բայց նկատի ունեմ ոնց որ 3-ը մեկում պարկած է, հանգստանում է, սուրճ է խմում։ Չեղավ 3-ը մեկում։ Մարինա Ռոբերտովնա ջան, կներեք, արդեն կանչում է մաման։ Լավ, շատ շնորհակալություն։ Ես ձեզ կզանգանեմ, նորության։ Շնորհակալություն։ Չհասկացա, ես ձեռ ես Արնո։ Ոչ, սովորում եմ քեզ հատուկ շարժումները։ Դու ավելի լավ ես սովորի գարաժի դուռը փակ պահել։ Դա ես գիտեմ։ Բա որ գիտես, ինչի դուռը չես փակել։ Մաման մի անգամ էլ մեզ իրար հետ տեսնի միկրոինֆարկտ կստանա։ Քո մայրիկի մոտ միկրոինֆարկտ չէ, այլ շոկ, որը պայմանավորված է օրգանիզմում արյան ոչ նորմալ մատակարարմամբ։ Լսի այ գիտունոիդ։ Ես գիտեմ շոկն ինչ է, բայց քո հետ ես չգիտեմ ինչ անեմ։ Ես գիտեմ։ Բաց թող, տեսանյութն էլ ջնջիր։ Դեն շուստրի քանի այլ մոլորակային եք։ Համել այսքան բանից հետո ուզում ես քեզ բաց թողնեմ։ Լավ։ Իսկ ինչ ես ուզում, որ ես հիմա անեմ։ Սկզբի համար լավ կլինի մինչև մամայի արտանալը ինչ որ անշունչ առարկա դառնաս։ Այսպես լավ է։ Շատ լավ է։ Մենակ խնդրում եմ ձայն չհանես, որովհետև եթե մաման զարթնեց ու տեսա, որ ես բաժակի հետ եմ խոսում, ավելի կվատանա։ Հասկացար։ Ոնց որ թե հասկացար։ Լովիկ, իսկ կարողան աշադիր դառնա իր մամային ուշքի բերեինք։
Լավ, այս մի հարցին խնդրում եմ պատասխանի ու հետո կարաս վերադառնաս քո վիբրացիայի ռեժիմին։ Էդ ինչի էր իմ կերպարանքով մնացել։ Ամեն կերպարանափոխվելիս ես էներգիա եմ կորցնում։ Այդ իսկ պատճառով ցանկալի է, որ միայն խիստ անհրաժեշտության դեպքերում դիմեմ կերպարանափոխվելուն։ Ոնց մի րոպե դու զարյատ կով ես։ Ինչ է նշանակում էներգիա եմ կորցնում։ Ձեն հանի քո հետ եմ։ Չեմ կարող։ Ինչի։ Դու ինձ ասել ես, որ այն մի հարցին պատասխանեմ ու վերջ։ Բայց այս մի հարցը նախորդ հարցի շարունակությունն էր։ Արնո։ Այդ էր խոսում։ Սիրում եմ քեզ հայոց լեզու, մայրիկիս պես անուշ ես դու։ Քեզնով եմ ես հպարտանում, կարդում գրում արտասանում։ Ախ իմ լճակ, կանաչ կարմիր կապուտակ։ Արնո, ես ինչեր ես խոսում։ Իա, մամ ջան, զարթնել ես։ Ես էլ անգիրներս էի կրկնում։ Տղա ջան, ինչ անգիր։ Այդ բանաստեղծությունները դուք տարական դասարաններում եք անցել։ Այո, որովհետև մեզ ուղարկում են տարական դասարաններ մաստեր կլասի։ Համենես ամեն ինչը հեչ։ Դու են ասա, քեզ ոնց ես զգում։ Ինչի տենց ուշքդ գնաց։ Ոնց։ Ուշքս գնացել է։ Իբր չես հիշում, հա։ Սպասի։ Սկսում եմ հիշել։ Առավոտյան արթնացա, որոշեցի մի քիչ ուշ գնամ աշխատանքի, հետո տեսա, որ ավտոտնակի լույսը վառում է։ Մտածեցի մոռացել ես անջատես, որոշեցի գամ անջատեմ ու քեզ տեսա։ Հետո էլ ինչ։ Դու էլ ապուշություններ էիր խոսում։ Ինչեր էի խոսում որ։ Դե մի ներվայնացրու, ինչ չես հիշում, ես Արնոն եմ, դուք ով եք։ Տենց բան եմ ասել։ Կլինի ինչ չգժվացնես Արնո։ Խրայ մամ ջան, այդ ամենը ինչ որ դու ինձ պատմում ես, քեզ թվացել է։ Ես եկա մտա գարաժ, ես իմ ինչի ուշքդ գնաց։ Ես մինչև այդ դպրոցում եմ եղել։ Ինչ ես խոսում այդ տղա։ Ես Մարինա Ռոբերտովնայի հետ հեռախոսով խոսում էի, ինքը ասեց, որ դու դպրոցից դուրս ես եկել ու գալիս ես տուն։ Ահա, տեսնում ես, էդ էլ հո ես չեմ ասում, Մարինա Ռոբերտովնան է ասում։ Փաստորեն իրոք ինձ լավ չեմ զգացել։ Աչքից դու քեզ ոչ թե մի թեթև, այլ մի ծանր լավ չես զգում։ Քո արկվստակություն է երևի, աչքիդ հալյուցինոգեններ են երևում։ Հալյուցինացիաներ։ Ինչ։ Հիմա ինչ կարևոր է, մամ։ Կարևորը հիմա լավ ես, չէ՞։ Հա, լավ է։ Ինձ մի բաժակ ջուր կտաս։ Ա, բայց ես բաժակով չէ։ Ուրիշ բաժակ կբերեմ։ Կեղտոտ է։ Արտե։ Ես քեզնից չի։ Ինչի հաշ չես ուտում։ Հիմա չեմ կարող, պիտի վազեմ։ Վազել ասեցի հիշեցի։ Ես վերջի անեկդոտը լսել ես։ Որ մեկը։ Ուրեմն ես դևը բռնում է հային ռուսին վրացուն, ասում է հիմա բոլորով վազում եք այն սարի մոտ հետ եք գալիս։ Ով ամենավերջին եկավ իրեն ուտում են։ Այս ռուսն ու վրացին մի կերպ շնչակտուր գալի հասնում են, ասում է բա հայը ուրա։ Գնացել է տուն, գիտեմ, այդ շատ հին անեկդոտ է։ Շատ հին է, բայց շատ ուսուցողական է։ Հեսա կգամ։ Ուր։ Գնամ ինձ էս արձելկա վերցնեմ։ Եվ չենք մոռանում, որ վաղը տնօրենը գալու է մեզ մոտ դասալ լսման երեխեք։ Իսկ Տիկին Ադամյանի գալը լավագույն դասարան փաթեթի շրջանակներում է։ Այո, եւ կխնդրեմ, որ բոլորդ գաք պատրաստված ու ոչ մեկ չուշանա երեխեք։ Հույսով եմ, որ Արնոյի մաման արդեն լավացած կլինի, Արնոն էլ կգա։ Արնոն ներկա ժամանակ էլ է բացակա։ Նենց որ ես իր այդ հույսեր չէի կապի, Մարինա Ռոբերտովնա։ Իսկ ես քեզ հետ կարող եմ հույսեր կապել։ Իհարկե, որ հարցում։ Տեղից անտեղի չխոսալու Էրիկ։ Իմացեք արածը։ Լավ, երեխեք, ազատ եք, կարող եք գնալ։ Տեսել եք Արնետը ոնց այսօր չեկավ։ Մի մտածի էր ջան, վաղը ձեռնայիցը շի բրծնի։ Լովիկ բաժակի քնում է տարակ դարի լովիկ Արնո։ 10 9 Նա վերջացրու է թե այդ հաշվարկը։ Կամ քեզ եմ նայում, ամել գիտեմ որ հայտնվելու ես, նենց որ վերջ եմ թռնի։ Ապրես։ Ինչպես է մայրիկդ։ Ճիշտ է ասել մայրիկս, Դու կամած պիտի սկսես իմ կերպարի մեջ մտնել, որ երեկվա ու այսօրապես ինչ չքաշես։ Նենց որ սկսում ենք դարձիր Արնո, թե կարող ես ոչ հեռուստատեսային մեգա նախագիծը։ Հասկացար։ ճիշտ ասած այդքան էլ չէ։ Ինչ դժվար է սոլ մոլորակայինների հետ։ Նայ, սենց ենք անում։ Ես քեզ հիմա կծանոթացնեմ բոլոր այն մարդկանց հետ, ովքեր որ ինձ ճանաչում են, հետո ես քեզ կասեմ ես իրանց ոնց եմ վերաբերվում ու ամենակարևորը իրանք ինձ ոնց են վերաբերվում։ Հասկացա, բայց դրա համար ինչ ժամանակ է պետք։ Դու ավելի լավ անստես էներգիատ խնայես, ես մինչև հասկանամ ինչ եմ անում։
Արտեմ, այս որոշել ես սենց վազես։ Դե հանկեր Մանուկյան, երեկ ես ինձ մի քիչ մեղավոր էի զգում ու ասեցի ինձ պատժեմ։ Դրա համար գործս ավելի բարդացրեցի։ Ապրես տղաս։ Դու իսկական մարզիկ ես։ Ավելի ճիշտ մարզիկ։ Լսի Արտեմ, բայց ոնց եղավ որ այն օրը այդպես արագ վազեցիր, հա? Դե չգիտեմ ընկեր Մանուկյան, ես փոքր ժամանակ շատ արագավազ եմ եղել ու այդ ժամանակ չգիտեմ ինչ որ բան հետս կատարվեց ու մկանային հիշողությունս միացավ։ Դրա համար տենց արագ վազեցի ու ստացվեց։ Հա, դե որ այդպես է կխնդրեմ հիմա էլ այդ մկանային հիշողությունդ միացնես ու արագ վազես, եղավ։ Անպայման։ Դե գնա քեզ տեսնեմ, գնա։ Կանգնի այստեղ։ Սա վազքուղին, սա դու։ Կանգնի։ Պատրաստ։ Դե քեզ տես։ Ուր։ Լավ Արտեմ տղա։ Դու քո գլխի գալիքը դեր կտեսնես։ Հիմա ես քեզ կծանոթացնեմ բոլոր այն մարդկանց հետ, ովքեր որ վաղվանից քո կյանքի ինչ որ մասն են կազմելու։ Դու ինչ է, ցանկանում ես որ վաղը քո փոխարեն գնամ դպրոց։ Ինչի մենակ վաղը։ Վաղը չեմ մյուս օրն էլ, վաղը չեմ մյուս օրը չեմ մյուս օրն էլ, վաղը չեմ մյուս օրը չեմ մյուս օրը չեմ մյուս։ Աչա այդ օրն է շաբաթ է, մյուս օրը կիրակի է, բայց ես կարող եմ քեզ անգիտակցաբար վնասել։ Գիտեմ։ Դրա համար ես էս պրեզենտացիան սարքել եմ։ Հիմա ես էս մարդկանց հետ քեզ կծանոթացնեմ, հետո կասեմ բաներ, որոնք որ չի կարելի անել։ Լավ։ Կարելի է։ Չէ, չի կարելի։ Եթե այս շտ քշելով պիտի մտներ ներս, էլ ինչի ես հարցնում։ Դե ինձ թված դու ինքն ես, ինքը հիմա գնա։ Չէ, եկել ես, համել ինձ կօգնես։ Մենակ չասես ամանները լվանամ, ուտելիք սարքեմ, փոշիները մաքրեմ։ Եթե ինչ որ բան չես անելու ուրիշ, ավելի լավ է գնաս։ Լավ, կատակ եմ անում, հետ արի գնդը։ Սովորացնում եմ իրան մարդամեջ ոնց պայի։ Դու էլ որ հետը մի քիչ ավելի մոտիկ ես, ինձ ավելի շատ կօգնես։ Էդ կարամ անեմ։ Բայց հիմա ոնց տեսնում ես իմ շրջապատի հետ եմ ես իրան ծանոթացնում։ Ինչի դու շրջապատ ունես։ Գնա։ Լավ, խոստանում եմ էլ տենց կատակներ չեմ անի։ Լովիկ, դու էլ մի քիչ մարդավարի խնդա էլի։ Թե չէ ես ինչ հա։ Լավ, լսի ու հիշի։ Ընկեր Ադամյանն է Արտեմի պաշտոնաթող դասղեկը ու մեր նորընտիր տնօրենը։ Չի սիրում դասի ժամանակ միջանցքում թափառող երեխաներին։ Իր ասած «Ձեր տեղը դասարանում է»։ Մեր անգլերենի դասատու Միս Մերին։ Չի սիրում մեր ֆիզկուլտի դասատու ընկեր Մանուկյանին, բայց ընկեր Մանուկյանը գժի պես սիրում է Միս Մերին։ Մեր կենսաբի դասատու ընկեր Բադալյանը սիրում է մեր ֆիզկուլտի դասատու ընկեր Մանուկյանին, բայց Մանուկյանը իր սերը չի նկատում, որովհետև Մանուկյանը չմոռանանք ու մեր սիրում մեր անգլերենի դասատու Միս Մերին։ Մեր դասղեկ Մարինա Ռոբերտովն Դու ուրեմ ճռում ես 2 ժամ, ես ընդհանրապես հետաքրքիր չի ձեզ ինչ եմ խոսում ստեղ։ Ընդհանրապես հետաքրքիր չի։ Խոսքով ընկա մոռացա խմեմ։ Լավ, մի քիչ շունչ քաշեմ կշարունակենք։ Մնացին ամենակարևորները։ Բարի, իսկ ես ինչ ասեցի դու ֆիքսեցիր։ Այո, մի անհանգստացիր։ Դե կլոր ինչ որ մի հատ բան սարքի ուտենք, սոված մեռնում եմ։ Բայց մենք պայմանավորվել ենք, որ ես ոչ մի բան չեմ անելու։ Հա, բայց համել պայմանավորվել ենք, որ դու գալու ես ինձ օգնես, այլ ոչ թե գաս ձրիակերություն ու ձրիախմություն անես։ Լավ, մի նվնվա երկար։ Հեսա մի բան կանեմ։ Մանավանդ որ ես էլ եմ սոված։ Ոսը դու էլ ես սոված։ Քո մոտ ուրիշ վիճակ էլ է լինում։ Սելի ձեռներով խնդաց։ Էսի խնդալու չէր։ Կներես։ Ես երկուսը ինձ, բա դու ինչ ես ուտելու։ Ես իմ արդեն խաշելու ժամանակ կերել եմ։ Ու ինչի ես չեմ զարմանում։ Լավ, ուտեմ վերջացնեմ, շարունակենք։ Այս տղան էր, որ շահագործում էր իր դասընկերներին։ Ենթադրում եմ, որ նա շատ վատ մարդ է։ Ինչ,
Կկրկնես ասածդ։ Մեծ աճույքով կկրկնեի ուղղակի եթերային չի։ Արտեմ, ինչ է նշանակում եթերային չի։ Դե ոչ եթերային նշանակում է գրեհիկ ու վատ խոսք ինչ որ մեկի մասին։ Այս դեպքում Էրիկի։ Արնո, այս այլիդ ոնց որ սխալ է ցույց տալի, մի քիչ խոշորացնում է։ Այլին ոչ մի բան սխալ ցույց չի տալիս։ Այդ դու դառը իրականություն չես ուզում ընդունել։ Էլ լինում է, չէ՞ որ Հայլին սխալ է ցույց տալիս։ Հայլիների ճշմարտացիության հարցը պարզաբանելու համար պետք է հիշել պատմության, ֆիզիկայի եւ անատոմիայի դասերը։ Ժամանակակից հայլիների ռեֆլեկտիվ ազդեցությունը հիմնված է մետաղի հատուկ շերտով պատված ապակու հատկությունների վրա։ Հին ժամանակներում, երբ չէր հայտնաբերվել ապակու արտադրության մեթոդը, Միած ստոպ։ Ինչու՞։ Հենց նոր դու նոր գիտապտույտի թեմա բացեցիր։ Դու ցանկանում ես հայելու թեմայով գիտապտույտ կատարենք։ Այո։ Ես դեմ չեմ։ Ինչ կասի Արնոն։ Կրկին ոչ եթերային բառ ասացիր։ Չէ, ասում եմ շատ լավ գաղափար։ Գնացինք։ Դե գնացինք։ Հայելիների աշխարհում ենք, չէ՞։ Միայնակ գլխի ընկար։ Ոչ իհարկե։ Նայ քանի հոգով ենք։ Այո, Արտեմ, դու ճիշտ ես։ Մենք հայելիների աշխարհում ենք, բայց մինչ այսպես կստանալը ժամանակակից հայելին շատ երկար ճանապարհ է անցել։ Մարդիկ նախքան իրական հայելիների ստեղծումը իրենց արտացոլանքը տեսնելու համար օգտագործել են ջրի մակերեսը, օրինակ գետերի մոտ։ Այսինքն հնադարյան աղջիկները օրվա մեծ մասը գետի ափին էին անցկացնում, կամ իրենց պայուսակներում փոքր գետակներ էին պահում։ Կամ էլ քեֆերի ժամանակ իրար թև մտած վազում էին գետի ափ, որ հարդարվեն։ Ոչ, գետը կախում էին քարանձավների պատերին։ Հա։ Ինչպես արդեն ասացի, մոտ 8000 տարի առաջ մարդիկ ստեղծեցին առաջին բաց հայելիները վուլկանային ապակուց, նույն ինքը օբսիդիանից, մի հատ էլ նույն ինքը վանակատից։ Վանակատ միասեռ ապակե նման հրաբխային թթվային ապար, սովորաբար մուգ երանգներով եւ խեցային ջարդվածքով։ Վանակատ։ Լավաճ ասեցիր վանակատու։ Վանակատու կիսաերկարագեղմ ընտանի կատուներից եղատեսակ, որը սերում է հայկական լեռնաշարների Վանա լճի շրջակա ափամերձ տարածքներից։ Լովիկ, մենք ուրիշ բանի համար ենք հավաքվել։ Այո, դու ճիշտ ես։ Շեղվեցի։ Կներեք, որտեղ էինք հավաքվել, այսինքն հասել։ 8000 տարի առաջ Սևանի մայրուղի։ Սևանի մայրուղի։ Դե պապաս ասում էր, որ 90-ականներին Սևանի մայրուղու շրջակայքում լիքը օբսիդիան է եղել, բայց մարդիկ ամբողջությամբ հավաքել են, երևի տարել հայելի են սարքել։ Իսկ ո՞նց էին օբսիդիանից հայելի ստանում։ Իսկ հիմա տեղափոխվենք ձեր թվարկությունից 3000 տարի առաջ, Եգիպտոս, որտեղ հին եգիպտացիները սկսեցին օգտագործել պղնձե հայելիներ, իսկ ավելի ուշ բրոնզե եւ արծաթե հայելիներ։ Էլի Եգիպտոս։ Հոգնեցինք Եգիպտոսից։ Արի հաջորդ անգամ Թունիս գնանք, էլի։ Իսկ հին հռոմեացիները ստեղծեցին առաջին ապակե հայելիները, որոնք պատրաստվում էին ապակու ետևի մասում բարակ մետաղական շերտ դնելու միջոցով։ Դե իսկ ժամանակակից հայելիները սկսեցին զարգանալ 19-րդ դարում, երբ գերմանացի գիտնական Յուսուֆ ֆոն Լիբիխը հայտնաբերեց, որ կարելի է ապակու ետևի մասը պատել արծաթով, ստանալով ավելի հստակ արտացոլանք։ Գերմանացի։ Տենասում երկրպագուն է եղել Բավարիայի թե Դորտմունդի Բորուսիայի։ Հաշվի առնելով, որ այդ երկու ֆուտբոլային ակումբներն էլ ստեղծվել են 20-րդ դարի սկզբին, ենթադրում եմ, որ ոչ նրա, ոչ էլ նրա։ Կարող է Համբուրգի։ Ինչ ասեցի Համբուրգ։ Համբուրգերը հիշեցի ու սովածացա։ Շուտով վերջացնում են գիտապտույտը։ Ինձ միայն մնաց ասել, որ հետագայում այս տեխնոլոգիան զարգացավ եւ այժմ հայելիներ ստեղծելու համար օգտագործվում են տարբեր մետաղական ծածկույթներ եւ այսօր հայելիները օգտագործվում են ոչ միայն անձնական խնամքի համար, այլև բազմաթիվ ոլորտներում, գիտության մեջ, օրինակ աստղադիտակներում, միկրոսկոպներում եւ լազերային սարքերում, ավտոմեքենաներում, արվեստում եւ ճարտարապետության մեջ, նույնիսկ ժամանցի վայրերում։ Ժամանցի վայրերում։ Այո։ Արնո, ես դու ես։ Դու ավելի լավա քեզ նայի։ Ես ուրախ Սոլի բանալի վրա էլ առաջարկում եմ ավարտենք գիտապտույտը։ Ավելի հեշտ է ճիշտ արտահայտությունը անելը, քան Սոլի բանալի ասելը, Արտեմ։ Ուրախ նոտայի վրա։ Կարևորը ավարտենք։ Ամեն ինչ շատ լավ էր, բայց չմոռանանք ինչի համար ենք հավաքվել։ Ուսուցչական անձնակազմի հետ ծանոթացրեցի, հիմա հերթը աշակերտներինն է։
Դե բոլորին չեմ ծանոթացնում, որովհետև կարող է խառնես ամենաաչքի ընկնողներին ցույց կտամ։ Լավ։ Էս Կիսանենը մեր դասանի ավագն է, շատ լավ աղջիկ է։ Էս Ռիտանը Կիսանեի ընկերուհին։ Միջին վիճակագրական աղջիկը, սիրահարված է Էրիկին, ոնց հասկացար անճաշակի մեկն է։ Ռիտա, միջին անճաշակ աղջիկ։ Լավ։ Էս Տիկոնը իրան թվում է թե Էրիկի ընկերն է, բայց ինքը իրականում Էրիկի հոլն է, որովհետև իրան ոնց ուզի, որ կողմ ուզի կարա ֆռացնի։ Դանդալոշի մեկն է, բայց ֆիքսենք, որ վտանգավոր դանդալոշ է։ Իր հետ չարժի կոնֆլիկտի մեջ մտնել։ Դանդալոշի հետ կոնֆլիկտի մեջ չմտնել։ Լավ։ Դե Էրիկին արդեն գիտես, մի քանի ավելացում անեմ, հարուստի տղա է, երեսառածի մեկն է, իսկ մնացածը ինչ որ պետք է ասեմ, եթերային չի։ Էրիկ ոչ եթերային տղա։ Լավ։ Էս Նինելն է, մեր դասարանի BBC-ն։ Այսքան երիտասարդ եւ արդեն լրագրող։ Դե չէ, BBC ասելով նկատի ունենք հետաքրքրասերը, խավար բզիկը, անդուրա, գործ տվողը։ Լավ է, հերիք է այդքանը։ Նինել, BBC, նույն ինքը գործ տվող։ Լավ։ Իդեպ ինքն էլ է սիրահարված Էրիկին, բայց իբրև թաքցնում է։ Այսինքն Նինելն էլ է անճաշակ, ինչպես եւ մեր դասարանի բոլոր մնացած աղջիկները։ Դե չհաշված Կիսանեին իհարկե։ Իսկ ինչ կասես քո մասին։ Դե իմ կերպարը արդեն պիտի հասկացած լինեիր։ Ես նկատի ունեմ դու ինչ-որ մեկին սիրահարված չես։ Չէ, ես դրա ժամանակը չունեմ։ Այսինքն ժամանակը չունեմ։ Այսինքն հազարումի գործ ունեմ։ Օրինակ, ասենք ես պետք է մաքրեմ եւ ջինջ պահեմ իմ մարդ անունը, որովհետեւ ձեր երկուսի պատճառով այն վարի է գնացել բարձր։ Բայց մի պաշտպանի կլոր, քո մեղավորությունն էլ կա ստեղ։ Լավ, ես գնամ տեսնեմ մաման ոնց է։ Գնդալ քո գլորվելու ժամանակն էլ է։ Գնա երկար։ Արի տենանք ինչ ենք անում, ես շատ թույն բան եմ մտածել։ Ես բայց ոչ ոքի չեմ պատրաստվում թունավորել։ Թույն ասելով, մաքուր սլենգահայերնով նշանակում է լավ բան եմ մտածել։ Հասկացա։ Իսկ ինչ ես մտածել։ Ուրեմն նա ինչ ենք անում։ Դու վաղը գնում ես դպրոց, ունենց ես անում, որ Առնոն էլ չի ուզում, որ դու լինես Առնո։ Ու վիդեոները սկուտեղով բերում հանձնում է քեզ։ Բայց տեսանյութերն անհնար է սկուտեղով մատուցել։ Լավ էլի էլ։ Հասկացա, դա էլ էր սլենգահայերեն։ Բայց ասա, որ շատ լավ բան եմ մտածել։ Իրոք, թույն բան ես մտածել։ Առնո, դե բռնվի տես ինչ ենք անում։